Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Անժելա Թովմասյան YouTube-յան էջով եւ Հայլի.am կամ Հայլի ակումբ Facebook-յան էջերով։ Մենք ուղիղ եթերում ենք եւ այսպես ես իմ հետևորդներին խորհուրդ կտամ այս փուլում շատ կարճ ժամանակահատված ուղղակի մեզ հետևել Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, ասեմ, որ մենք այս էջով էլ ունենք շատ հետևորդներ եւ շատ կարեւոր է որպեսզի նաեւ կայացնենք նաեւ այս էջը։ Ինչևէ, քիչ հետո մեզ կմիանա Լարիսա Ալավերդյանը, բայց մինչ այդ մի քանի թեմաների, որ հարկամարեցի առանձին այս թեմաներին անդրադառնալ։ 3 մանկական եվրոտեսիլներ, ճիշտ ասած, ես արդեն շատ վաղուց կամ ոչ մեծահասակների, երիտասարդների եվրոտեսիլին եմ հետևում, ոչ մանկական եվրոտեսիլին, որտեղ վաղուց ինքը հետաքրքիր չի եւ այն փուլից, որ արդեն Կոնչիտան դարձավ հերոս եվրոպական աշխարհի համար, արդեն ինքը դառնում էր նաև զզվելի եւ նողկալի, բայց կարծում եմ այն փուլում, երբ որ նաև գաղտնի քվեարկություն կար Հայաստանից բավականին շատ ձայներ էր հավաքել Կոնչիտան, մեր նախկին իշխանությունները պիտի հետևություն անեին, թե ինչ է տեղի ունենում մեր երիտասարդության հետ, գիտենք, որ հիմնականում երիտասարդներն են եվրոտեսիլին հետևում Եվ ընդհանրապես, երբ որ եվրոտեսիլ արդեն մուտք գործեց, եւ ոչ միայն եվրոտեսիլ, եթե նայում ենք երեխաների, մանուկների, երիտասարդների եվրոտեսիլ եւ ընդհանրապես անգամ Նոբելյան մրցանակին, եթե հետևում ենք, մենք տեսնում ենք, որ այնտեղ կա շատ կոնկրետ քաղաքականություն մի առիթով ասել եմ, եթե Չեխովը, Բունինը, Պաստեռնակը տեսնեին, թե հիմա ովքեր են ստանում գրականության մրցանակ, Նոբելյան մրցանակակիրներ ովքեր են հաստատ վանդագաղի մեջ մի քանի անգամ իրենք անհանգստությունից կշրջվեն եւ նաեւ մյուս ոլորտներում օրինակ մեր շատ հայտնի Ջեֆրի Սաքսը, որ համարում են այսպես բան խոսքա, չէ, պապա, ինքը գիգանտներից է, հա, տնտեսագիտության մեջ էկոնոմիկան աշխարհի մեծ գիգանտներից է, չի ստանում, ինչու, որովհետեւ ինքը շատ վաղուց արդեն հասկացել է, թե ինչ կեղտոտ քաղաքականություն է վարում Նոբելյան ակադեմիան, այն ակադեմիան, որ մրցանակներ է տալիս եւ ովքեր են տերերը եւ ինքը նաեւ այլ ճանապարհ է մեծ հումանիստի այսպես ճանապարհ է որդեգրել եւ մշտապես քննադատում է գլոբալիստներին ինքը օրինակ դուրս է այդ ամենից եւ իրեն չեն տվել եւ ինքը չի էլ մտածում վաղուց արդեն դրա մասին վերադառնանք մանկական եվրոտեսիլին 3 ուղակի այսպես լրահոսը հետևում է եւ նկատեցի, որ շատ հետաքրքիր էր 3 հայկական ազգանուն։ Այնուամենայնիվ շատ ուրախալի է, նշանակում է, որ իսկապես մեր ազգը, մեր գենետիկ ինչ-որ հետաքրքիր բաներ ունի։ Երկրորդ տեղում Ուկրաինայի այդ մասնակիցը հայկական ազգանուն ուներ, հայեր եւ հրաշալի կատարում, 3-րդ տեղում Վրաստանի մասնակիցներ հայ ազգանունով, 4-րդ տեղում մեր Հայաստանի մասնակիցներ, առաջին տեղի մասին չեմ ասում, իսկապես փայլուն կատարում էր, հեսա ցույց տվեց, որ Ֆրանսիան ունի մեծ մշակույթ, այսպես ինչևէ շնորհավորում եմ բոլորին, բայց ասում եմ, այսպես մի քիչ ավելի հումորով եմ վերաբերվում այդ ամենից, որտեղ այնտեղ վաղուց արդեն դիրում է քաղաքականություն, օրինակ եթե իրենք որոշել են, որ պիտի Բելարուսիայում խժդժություն ինչ-որ բաներ անել, Նոբելյան մրցանակ օրինակ տալիս էին Բելարուս գրողի կամ եթե Ուկրաինայում ինչ-որ բաներ են փորձում, բոլոր ասպեկտներում, այս ասպեկտներում, այնտեղ իհարկե չէ խնայի ուկրաինացիներին 1 միլիոն կզովի, 2 միլիոն կզովի, տարածքներ են ամբողջական կորցնում, այսպես ամբողջ երկիրը փլուզվում է 10 միլիոնի մասին են խոսում, որ արտագաղթել են դրա մասին չեն հիշի, այսպես հուզված բան ելույթներ կունենան միայն այն ժամանակ, երբ որ տեսնում են հայտարարում են, որ ինչպիսի տաղանդավոր ժողովուրդ են ուկրաինացիները եւ պետք է օրինակ իրենց գլուխը շոյել, ինչպես են հայտնի կապիկին տանում են եւ տարբեր երկրների պարլամենտներ գլուխը շոյում են եւ ասում են դու միջև վերջին ուկրաինացին պիտի կռվես, Զելենսկուն այդպես էլ շոյում են ողջ Ուկրաինայի ժողովրդի ինքնասիրություն, ասելով որ դուք տաղանդավոր եք, տեսեք Եվրոտեսիլում հաղթեցիք, մանկական մեծահասակների եւ կամ այս կամ այն ոլորտում։ Այստեղ իհարկե շատ մեղց, կեղծ, երկերեսանի բան կա Եվրոպայի, բայց ինչեւ է մենք սրա մեջ ենք ապրում։ Բայց ինչու համար այս թեմային անդրադարձա, նախ իսկապես այն ուրախալի էր, որ 3 հայկական
ազգանուն, սա մեզ սովետական միությունից է մնացել, հիշում եք սովետական միության տարիներին, երբ որ ինչ-որ ֆիլմեր, ինչ-որ բաներ էին ցուցադրում, մենք անպայման հայկական ազգանուն էինք փնտրում, սա երևի փոքր երկրներին կամ թվականակով փոքր այդ ժողովուրդներին է բնորոշ, որ ամենտեղ փորձում են իրենց գտնել, չնայած մենք 10 միլիոնի մասին ենք խոսում, նաև թվեր կա, որ մենք վաղուց 20-25 միլիոնը արդեն գերազանցել ենք աշխարհով մեկ սփռված մեծ հայություն կա, այնպես որ մենք պիտի նաև այդ բարդությունը հաղթահարենք։ Շատ հետաքրքիր էր, որ երրորդեսիլը անցկացում էր Վրաստանում եւ շատ ամոթալի կլիներ, չէ, Արփի, համաձայն ես, որ հանկարծ մեր հայտնի դիջեյները բան այնտեղ չգնային։ Ես իհարկե այդ ազգային ժողովի նախագահն էր, չէ, այնտեղ որ գնաց շնորհավորեց Ադրբեջանի մասնակցին, մենք ունենք, չէ, դա Ադրբեջանի մասնակցին շնորհավորում էր Ալենը, այս մարդը իր կոչմանը հավատարիմ է, չի կարողանում դրանից դուրս գալ, ասենք ոնց է լինում, ինչ որ Բոշաների կամ բան չքավո չգիտեմ ինչի մեջ ապրածի որ բերում ես, ասում է խոզի գլուխը դնում են խալու վրա գոլգի վրա, ինքը գլորվում գնում է։ Հիմա այս մարդը հանգամանքի կյանքի բերումով այս բանդան, ինչպես սրբազաններն էին ասում, այս բանդան կյանքի հանգամանքի բերումով հայտնվել է իշխանության գլխին, ես ասել եմ մի առիթով, որ մեր թշնամին աղբի հոտով է իրենց գտել եւ շատ կոնկրետ ինչ որ բաներով, հատկանիշներով է, հա, իրենց ընտրել, այսինքն պիտի պիղծ լինեն, պիտի արժե համակարգ բացարձակ չունենան, հայրենիք իրենց համար զրո արժեք ունենա, ընտանիք իրենց համար զրո արժեք ունի, եւ այսպես շարունակ, կարելի է շարունակել։ Օրինակ հիշում եք Միխալկովեն հաղորդումը, որ Երվանդ Բոզոյանը այստեղ բերեց ցուցադրեց, որ 2000-ականների նույն այլանդակությունը փորձում էին անել եւ երիտասարդների հետ աշխատել Եվրոպան եւ ինչ կերպարներ էին ընտրել, զարելի բան է, հիմա մի քիչ տհաճ է ինձ համար, որ ես դա նորից վերհիշեմ եւ փոխանցեմ ձեզ, բայց այդ կերպարը, որ խոսում էր, ասում է, այ ինչպես են, այդ վարողն ասում է, որ ես կարող եմ փող աշխատել, ասում է, օրինակ, դու կարող ես, ես ներողություն եմ խնդրում, բայց դա քանի որ հերարցակվել է, դու կարող ես քո հարազատի քրոջ հետ կենակցել, ասում ես, ի՞նչ եք խոսում, ասում է, ես տեսեք այդ կարմիր գծերը չկա, ես կարող եմ եւ արել եմ դա, եւ այսպես այլանդակություններ, լավ, դրան չանդրադառնամ, հիմա ես կարծում եմ, որ նմանատիպ ինչ որ հարցադրումներով, ինչ որ մոտեցումներով են իրենք մոտեցել եւ այս բանդային հավաքել, ինչպես ասում են սրբազանները։ Եվ այս մարդիկ իրականում, երբ որ հետևում եք, չգիտեմ ինչ որ շիշ բռնող են ասում, չգիտեմ ինչ են ասում, իրենք դրանից դուրս չեն եկել, իրենց երջանկությունը հաստատ է տիջեյական այդ բառադի թափթփուկային ինչ-որ այդ բան վիճակների մեջ է, այդ սուտի գլամուրային, սուտի ինչ-որ վիճակ, որտեղ բոլորը թերիս զարգացած, տգետ ինտելեկտուալ մակարդակը ցածր, զրո, լավագույն դեպքում միջին միջակից ցածր, չնայած սա էլ իրենց բան չէ, էլի բնորոշ չի, ես այնտեղ երկու անուն կարող եմ միայն առանձնացնել։ Եվ տեսնում ես, որ այս մարդը ձգտում է անդադ դրան, գնա տիջեյություն անի, գնա ինչ-որ բառադի բաներ անի, ինչ-որ բան վիճակ ինչ-որ դերասանական, ինչ-որ չկայացած դերասանական, ինչ-որ սենց շարժ ու ձևերանի կեցված կնդուն, ինչ-որ արտահայտություններ անի, սա է, իրենց նկարագիրը այսօրվա իշխանության, այսպիսին է, հիմնական մասսան 80-90%-ը այդպես է, եւ պարզ է, չի, ասենք, բանը գործը թողած, երկիր էս վիճակում, հարևան երկրի նախագահն ասում է գալ եմ սատկացնեմ, վերցնեմ, ես բերելու եմ ադրբեջանցիներին հարբեցող ծաղրածումներ, Սևանն է իմը մնացածի մեջ, չէ, սրանք զբաղված են իրենց այդ նախքին բառադի, ինչ-ես մի հատ բան կա, այդ ամենով, եւ հիմա պարապ մարդ է, ինչ ասես, այս մարդը պարապ մարդ է, գնացել է այնտեղ եւ մի հատ էլ շնորհավորում է այդ մի հատ բան արա, ցույց տում եմ գնացել եւ շնորհավորում է ադրբեջանցի այդ երեխային, գիտեք, աշխարհի բոլոր երեխաներն էլ պիտի ապրեն Ես խնդրում եմ ներքևը նաև տեսնել այս պատկերը Աշխարհից բոլոր երեխաներն էլ իրավունք ունեն խաղաղ պիտի ունենան խաղաղ երկինք միայն հիվանդ մարդը կարող է ինչ-որ մի երեխայի խաղաղություն չմաղթել Դաստոևսկին ասում էր աշխարհից ողջ հարստությունը չարժի մեկ երեխայի արցունք բայց տևական ժամանակ
սովետական միություն ԽՍՀՄ տարիներ եւ ինչ է քարոզվել է եղբայրություն, ինտերնացիոնալ մեծ բարեկամություն, 15 եղբայրական հանրապետություններ եւ այլն համերաշխություն, ինչ գեղեցիկ միջոցառումներ էին անցկացում, փառատոներ էին անցկացում եւ ամբողջը հիմնված ես հիշում եմ իմ մանկությունից խաղաղություն, սեր, եղբայրություն, այսպիսի քարոզեր ունեք դուք պատասխան, ինչ տեղի ունեցավ դեռ չփլուզված սովետական միությունը, մենք անմիջապես ունեցանք երկրաշարժ է տեղի ունենում 88 թվականին եւ ինչ է տեղի ունենում երբ որ գալիս են գնացքները օգնություն պիտի հասցնեն ադրբեջանական կողմում հարձակումներ այդ գնացքների վրա կոտրում են բոլոր ապակիները քարերով չգիտեմ ինչերով հարձակումներ հարվածներ եւ արգելում էին թույլ չէին տալի 88 թվական դեռ գոյություն ունի սովետական միությունը շատ թուլացած արդեն փլուզման եզրին է ունեք բացատրություն Այսինքն գենետիկ այս անձանց մեջ մի հատ թափթփուկ ժողովուրդ, որ եկել է վերջին տարիներին, վերջին 100-ամյակում նոր ձևավորվել է, մողոլ թաթարներից եկել են Թուրքիան ձևավորվել է, իրենք էլ այնտեղից ինչ որ մաս են առանձնացել եւ այսպես պիտի, այսպես գոյատևեց եւ հետո էլ կարողացավ անգամ մեզ հաղթել, բերելով այս թուրքական իշխանության կարողացավ հաղթել։ Դուք ունեք պատասխան, սա նշանակում է, որ իսկապես ինչ որ բան կա, որ գենետիկ անհանդուրժողականություն կա մեզ նկատմամբ եւ 88 թվականի երկրաշարժից հետո ամբողջ աշխարհը մեզ օգնում է, Ադրբեջանի ժողովուրդը քարկոծում խնդիրներ է ստեղծում, հարվածում եւ թույլ չի տալիս այդ օգնությունը գա հետո դրանից հետո անմիջապես տեղի է ունենում 89 թվական արդեն 90-ականներին շարունակվում է պատերազման տեղի ունենում Կիրովաբադ, Սումգայիթ եւ Բաքու թվում էր թե մշակութային քաղաք է, արդյունաբերական քաղաք է, եղբայրաբար ապրել են կողք կողքի հայերը եւ ադրբեջանցիները ողջ Բաքուն կառուցել են հայերը, գոնե դա պիտի չուրանան իրեն եւ շենացրել են հայերը եւ ինչ է տեղի ունենում, բարիզբուն իմաստով ցեղասպանություն է տեղի ունենում եւ եթե հիշում եք Գարի Գասպարը, որ հայկական ազգանուն ուներ, հաստատ են կարողանում իրեն փրկել այնտեղից հատուկ ինքնաթիռի չա, որ կարողանան աշխարհից մեծ շախմատիստին այնտեղից տանել զուտ նրա համար, որ հայեր եւ հայկական ազգանուն ուներ։ Ունեք սա բացատրությունը։ Սա ինչ է նշանակում, որ անգամ 70 տարվա խաղաղություն եւ ինտերնացիոնալ բարեկամություն եղբայրություն քարոզող այդ ողջ ահռելի մեծ սովետական միությունը չէր կարողացել հասնել նրան, որ իսկապես ինչ որ խաղաղության եւ ներդաշնակություն բերեր այս երկու ժողովուրդների մեջ, ընդ որում ագրեսիան հենց իրենց կողմից էր եւ դուք գիտեք թե ինչերի է ի վիճակի անել Ադրբեջանը։ Հետո մենք գալիս է 30 տարիներ, անկախության տարիներ, պատերազմից հետո հաղթանակ, ինչ դաշնություններ են անում ադրբեջանցիները, 30 տարիների ընթացքում գնում է մի այլանդակ քարոզ հայատյացության դեմ, բարուրից ես միշտ ասում եմ, իրենք ասում են եւ ես առիթ եմ ունեցել ծանոթանալու իրենց վերջին տասնամյակում հրապարակվել էր հետո թարգմանված էր իրենց պատմվածքները, փոքրիկ այսպես վեպերը, պատմությունները, հոդվածները, ամբողջ իրենց հակավանը հայերի դեմ է, իրենց վանկերպարը հայն է, ում պետք է մորթել, սպանել, նվաստացնել, ստորացնել, հիմնված է 30 տարի իրենց ամբողջ քարոզը, իրենց դպրոցներում է մտել այս ամեն ինչը, դաստիարակում են իրենք այսպեսին եւ դու ունեք այդպիսի բեռ։ Հայ ժողովուրդը այդպիսի բեռ չունի իր ուսին, որ ինքը պիտի գնա եւ իրենց ջնջի բան, այդպես եղել է դարերով Թուրքիայի կողմից, հետո արդեն ադրբեջանցիների կողմից։ Այդ բեռը ադրբեջանցիների վրա, ադրբեջանցիներն են այդպես դաստիարակել, ընդ որում հաղթելուց հետո էլ դուք տեսնում եք, որ դրանից չեն հրաժարվում։ Ոնց կարող է դուք պատկերացնում եք ինչ բարդույթ ունեն եւ ինչ բեռ ունի իր վրա, ինչ բարդույթի մեջ է, ինչ կծիկ է, ինչ ներվակծիկ է, թույն է, մաղձ է նստած ադրբեջանցի ժողովրդի մեջ, հենց իրենց առաջնորդների մեջ, Ալիևների ընտանիքի մեջ, որ իրեն գլխատող մարդուն կարելի է սարսափել, չէ՞ գլխատող մարդուն գեներալի կոչում են տալիս Սաֆարովին, հետո հերոսացնում են իրենք, հաղթում են, թվում է թե հաղթել են, իրենց արևին վերցրել են, գրավել են Արցախը ամբողջությամբ, բայց իրենք ստեղծում են գերիների պուրակ, որտեղ տանում են այս պատկերը, տեսեք, այս երեխաներին տանում են եւ ասում են վերցրու եւ հայ զինվորի հագուստ հագած այդ բաներին, այդ բանի խրտվիլակի ինչ որ այս կերպարներ են ստեղծել, ասում են գնա եւ ապտակի դու միջիդ մաղձը հանի եւ հերոսացի նրանով, որ դու գնում ես հարցակվում, սա է, այս պատկերն է։ Այս ամեն ինչից հետո իհարկե իրենց դրած չգիտեմ ինչի տեղ շարունակում են հայտարարությունները
որ գալու ենք, որ արևմտյան Ադրբեջան կեղծ մի հատ թեզ են տարածում, որ իբրև թե այստեղ ապրել են 350 ադրբեջանցիներ, իհարկե քար լռություն Նիկոլի կողմից, որտեղ վախեցած եւ սարսափած է, որ 1.770.000 հայ ապրել է Ադրբեջանում, իսկ իրենք ուր պիտի գնան եւ ինչու չպիտի վերադառնան, երբ որ պատմական Արցախի մասին է խոսք, իսկ այստեղ պատմական ոչ մի բան գոյություն չունի, մի հատ քոչվոր ցեղ են եկել, վերջին 100 տարում նոր կայացել է որպես պետություն իբրև ժողովուրդ, իդեպ այդ կայացման հարցում մեծ դեր ունի նաեւ Նիկոլը իրենց, երբ որ նվիրեց այս հաղթանակը, եւ սրանից հետո տեսնում ենք այս ամենի նովանդերց Ալենը գնում է այսպես մի հատ ողորմելի կեցվածքով իբրև բան ես ինչ լավն եմ ինչ պուպուշ եմ տեսեք ես եկել եմ շնորհավորել եմ ինչպիսի բարյացակամություն ինչպիսի կամեցողություն հարց ում համար է սա անում Ալենը եթե սա անում է նախ պարապ-սարապ մարդը ինչպես ասեցի DJ-ի հոգեբանությամբ սուտի բոմոնդի հոգեբանությամբ մի հատ չկայացած մեծ հաշվով Ալեն դու չկայացած մարդ ես այդ ես չէ որ պիտի ասեմ ոչ մի բանով ոչ միտեղ դու քեզ չես դրսևորել հիմա ընդամենը քո լկտի սանձարցակ բառամթերքով կարող ես քեզ դրսևորել թքելով անպատվելով մարդկանց դատի տալով այլանդա կեցվածքով այ ազգային ժողովում այդ քո բառամթերքի այդ քո վաված է այն պատկերը որ հերոսը Արցախի Սեյրան Օհանյանը փորձում է մոտել գնաց թե այդ քո լկտի պահվածքը ես բաներ կա որ չգիտեմ իմ տեսապատկերից հիշողության դուրս չի գալիս եւ այդտեղ երբ որ քո մասին խոսում եմ մոտ մի անգամից էսի ռեակցիա անում է չկայացած մի հատ ինչ որ բան մարդուկ որը DJ-ից այն կողմ այդպես էլ չկարողացավ գնալ դրան խտացավ հնարավորություն ունես մի հատ լկտիությունն ու սանձարցակություն եւ այդպիսի ժարգոնային փողոցային բառամթերքն ու բառաֆոնդը ում համար է անում դու ալեսա Շատ հետաքրքիր էր ինձ համար, սա անում էր Ադրբեջանի համար, օրինակ Ալիևի համար, տեսեք, այսքան նվաստանում է, խոնարհվում է, Նիկոլը իր կինը Մեհրիբայի առջև, դե շեֆն էլ է այնտեղ Մեհրիբան, չգիտեմ ինչեր է ասում, պատրաստ եմ արի, պատրաստ եմ նույն հարթության վրա դնել Արցախն ու պատկերացնում եք ինչ է ասում Նիկոլը, Արցախը եւ Արևմտյան Ադրբեջան, որ գոյություն չունի, այս մարդը վախից, սարսափից, չգիտեմ ինչից, պատրաստ է այս ամեն ինչը դնել նույն հարթության վրա ասում է պատրաստ եմ չգիտեմ ինչը նվիրաբերելու մենակ թե ինձ ներողամի տեղիր մեղմ եղիր իմ նկատմամբ այս ամենով բավարարվի տեսար Արցախը տվել եմ տեսնում ես Սյունիքի ես ամբողջ տարածքները տվել եմ բարձունքները տվել եմ ձայն չեմ անում տեսնում ես Գեղարքունիքի ես բաները տվել եմ ձայն չեմ անում չէ դրա տես Տիգրան Աշենը այդ ամեն ինչը տվեցի ձայն չեմ անում էլ ընդհակառակը բերում եմ մտավորականներ ասում եմ տեսեք ինչ լավ բան է տեղից ջերմուկի ողջ բարձր ռազմավարական այդ բոլոր կարևոր կետերը այդ նշանակություն ունեցող բարձունքները տվել եմ, ձայն չեմ հանում, ամենտեղ խոնարհվում եմ, քո առաջ խոնարհվում եմ, Էրդողանի գիրքը դնում եմ, ծոցից քնում եմ, ամենտեղ sense բարի, ոչ մի բան չեմ ասում։ Ինչ ես ուզում։ Չէ, Ալիևը գիտի ինչ է անում։ Ալիևը կապիտուլյացիա է ենթարկել Արցախում Նիկոլին, Ալիևը ուզում է միջև վերջ հասնել։ Ինքը պիտի հայ ժողովրդին վերջնական կապիտուլյացիա է հասնել եւ դրա համար ինքը պիտի վերջնականապես կործանի Հայաստանի Հանրապետությունը, դա թուրքական մեծ ծրագիր ինքը կանգ չի առնելու այդ միամիտ ապուշներին է այդպես թվում որ ինչ որ մի պահի պիտի բանանի կանգ առնի Ալիևը եւ ասի վերջ ես այլևս առաջ չեմ գնում սա է բա չէ ինքը կանգ չի առնելու հիմա Ալեն դու տեսնում ես որ Նիկոլը չի խնայում իրեն եւ պատրաստ է անվերջ խոնարհել բան եւ ասում է հարբեցող ծաղրացու չանցավ սա չի անցնում Ալեն այն Ադրբեջանի ժողովուրդը չի ընկալում, Ադրբեջանի ղեկավարությունը չի ընկալում, շարունակում է ստորացնել, շարունակում է զավթողական քաղաքականությունը, շարունակում է Հայաստանի կապիտուլյացիայի ճանապարհը բռնել։ Ում համար է անում, հայ ժողովրդի համար է անում, հայ ժողովուրդը քո մասին ունի համաժողովրդական մեկ ընդհանուր կարծիք։ Դու թքող մարդ ես, լկտի սանձարցակ պահվածք ունես, կարող եմ հիշեցնել դնել թե դու ինչպես ես խոսում, ինչ բառամթերքով, ինչեր ես դու օգտագործում, ինչ կեչվածք ունես, նկարագիրդ էլ այսպես DJ-ական բանի նկարագիր է։ Հետևաբար դուրս արի այս ողորմելի վիճակից դուրս եկեք։ Եթե դու մի սովորական ինչ-որ մարդ լինես, Ալեն ես ինչ որ, ոնց որ նախկինում, Ալեն ես վազվզում էր քո համար, սրանից այնտեղ բաներ, ասենք սա պայուսակը տանում էր, նրան էր տալիս, սա թաշկինակը, նրան ինչ որ բաներ էր անում, չգիտեմ
չգիտեմ ինչով էիր զբաղվում, բարի բան, տես տղա էր քո համար, ընկալելի ինչ որ տղա էր քո համար։ Եթե դու այդպեսին լինես, նորմալ է, կարող է շատ դու ազգային ժողովի նախագահն ես։ Դու այսպես թե այնպես ներկայացնում ես, այսպես խտացված բան կերպով, հայ ժողովրդի ինչ որ մի մասին, որը հանդուրժում է քեզ։ Պարզ է, իրենք ես հարցում էին անցկացել, որ դու անգամ Նիկոլից ավելի մեծ բան կա, նախքանք ու տհաճություն կա քո անձի նկատմամբ, բայց դու պատկերացրու, որ այնուամենայնիվ եթե քեզ հանդուրժում են, ձեր իշխանության հանդուրժում են, ուրեմն ինչ որ մի մաս հանձնված է, կամ ուղղակի այդպես բանի տեղել չի դնում, ասում է դադարեցրու այս նվաստացուցիչ, այս ստորացնող, այս ողորմելի վիճակը, դա ոչ մեկին պետք չէ, ոչ քեզ, ոչ Ադրբեջանի, ձեր սիրելի Ադրբեջանի ժողովրդին, որ շարունակում է մեզ նվաստացնել։ Դու այս պահին չէիր հիշում գերիների մասի, որ այս ազգը շարունակում է, չգիտեմ ինչեր անել մեր գերիների հետ, չեմ էլ ուզում մտածել ու ասել, շարունակում է իր երեխաներին կրթել հայատյացությամբ եւ դպրոցում դասավանդել հայեքո թշնամին, դե մորթ է սպանես իրեն, միջև հիմա այդպես է ասում, եւ շարունակում է երեխաներին որպես թանգարանային բան տանել եւ պտտացնել, ինչեր գերիների պուրակ է, չգիտեմ չէ, տանել այդտեղ պտտացնել, ցույց տալ, որ տեսեք ինչ կա եւ ասում է խփի հարվածի նվաստացրու, այնպես որ դուրս արի ես ողորմելի թշվառ վիճակից, ես ուրիշ բան չունեմ քեզ